պատճառները դրանում են։ Օրինակ, հարգարժան պաշտպան Արսեն Բաբայանը միջնորդություն է ներկայացրել նախաքննության ընթացքում այդ կարճ ժամանակահատվածում ինձ մեղադրանք առաջադրելուց մինչև ավարտել, դա մի շաբաթ է տևել ընդամենը։ Միջնորդություն է ներկայացրել շատ պատշաճ, իմ ձեռքի տակ կա դրա պատճեն, որ ուրեմն Նիկոլ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի, Արուսյակ Ջուլակյանի եւ Անդրանիկ Քոչարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։ Միջնորդության հիմքը եղել է այն, որ հիշյալ պաշտոնյաները պաշտոնի բերումով նաեւ 2019-20 թվականներին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի, Սահմանադրական դատարանի դատավորների եւ դատարանի մասին ընդհանրապես պարոն Բաբայանը երևի քանի որ մեզ քիչ ժամանակ է տրված, չի անդրադարձել օրինակ հենց Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի հայտարարություններին Սահմանադրական դատարանի նրան ոչ լեգիտիմ մարմին լինելու մասին եւ այլն։ Եվ այդ ժամանակահատվածի հետ կապված բացի դրանից որ որևէ քրեական հետապնդում, վարույթ չի նախաձեռնվել, ավելի մերժվել է պարոն Բաբայանի ներկայացված միջնորդությունը, որը բողոքարկվել է նաև հանրային մեղադրողի եւ մերժում ստացել նաև հանրային մեղադրողի կողմից։ Այսինքն եթե Սահմանադրական դատարանի մասին նույն արտահայտություններն անել են, որոնց այդտեղ կամ մի արտահայտություն պատվարժան դատարան, դա քաղաքական բուդկա եթե չեմ սխալվում, դա փոխառույց է, դա վերցված է Նիկոլ Փաշինյանի 2021 թվականի մոտ ամսաթիվը արտահայտած մտքից։ Հիմա հարց առաջանում, եթե այն ժամանակ չի հարուցվել, հիմա նման արտահայտությունների համար վարույթ է նախաձեռնում եւ ներկայացում են նույն արտահայտության մասին այլ սուպեր, ապա ինչի՞ է վարույթում նրանք չեն ներգրավում, եթե մոտեցումը խտրական չի եւ պայմանավորված չի միայն իմ նկատմամբ իրավական գործընթացով քաղաքական իմ գործունեության, հասարակական գործունեության վրա ներազդելու անազնիվ մղումներով։